Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվել է գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը։ Այն մեկնարկել է 3 երեկոյան, իսկ 8 ժամ անց հայտարարել էին, որ նիստը հետաձգվում է։ Դատարանի բակում 3 ու այսօր բազմաթիվ քաղաքացիներ են եկել սատարելու Կարապետյանին։ Նրանք կոչեր էին հնչեցնում, ամոթ վանկարկում ու երգում։ Կարապետյանը կալանավորված էր հունիսի 18-ից, իսկ օգոստոսի 15-ին հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրել էր ժամկետը։ Մի տարբերություն նախորդ իշխանություններին, այս իշխանությունը ունի լավ փորձ մարդկանց գլխին ինֆորմացիոն սարքելու ու այդպիսի բաներ է անում, բայց կարան հանգիստ լինեն, այդպես բան չի լինում, դաղալություն չկա, մարդիկ իրանց կամքով են։ Ոչ։ Չէ, բոլորը իրավական առումով արդեն հասուն են ու հասկանում են ու ով էլ որ դիմի, հաստատ իրենց կողմից ուղարկված մարդ կլինի, դրա համար այդպես բան չի լինում։ Իրավաբանները, մասնագետները հայտարարությամբ հանդես կգան, կա նաև Եվրոպայի հանձնաժողովի պատասխանը, որ հետևում են process-ին, իրենք հետևում են, բայց շատ կարևոր է իհարկե մեր հասարակության ռեակցիան, այս ամեն ինչը արվել է, որ մեր հասարակության հույսերը ջարդվի, հենց դրա համար են անում, որ բոլոր հակազդեցությունների օջախները կարողանան զրոացնեն, բայց դա չի լինելու։ Այս ամեն ինչի պատճառը միայն դա է, ներքաղաքական, ներհայաստանյան։ Իսկ ինչ վերաբերում է եվրոպական ու միջազգային կառույցները, մենք ամեն երևի շաբաթ ստանում ենք միջազգային լրատվական միջոցներից հարցումներ եւ հարցազրույց անցկացնելու առաջարկություն, քանի որ բոլորին շատ զարմացրել է։ Ու շատ կարեւոր բան եմ ուզում ասեմ։ Եթե մենք դեմը չենք առնում այս process-ի, լինում են այն, ինչ այսօր ա եղել։ Դեռևս իրենք ունեն վարութային գործողություններ, որոնք պետք է կատարեն, թե որոնք են դրանք բարձ չէ, չկա նշված, հասկանում եք, այսինքն ոնց է, չէ, եթե նայում ենք Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների տեսանկյունից, եթե վկայակոչում ես որևէ ռիսկ, որ անձի անձնական ազատության իրավունքը շարունակական տևող կերպով սահմանափակվի, պետք է այն ունենա կոնկրետություն։ Պետք է բխի կոնկրետ հանգամանքներից եւ իհարկե գործի փաստական տվյալներից։ Դրանցից որևէ մեկը չկա։ Բայց ասում են, գիտեք ինչ, մենք 50-ից ավել քննչական խումբ ենք, բայց 60 օրն էլ բավարար չի։ Իդեպ ոչ թե 60, այլ 120 օրն էլ իրենց բավարար չի։ Ի վերջո հիշենք, չէ, որ այդ նույն խումբը սկսել էր դեռևս հունիսի 17-ից իրենց գործողությունները։ Սա մեկ, երկրորդը։ Իհարկե շատերի համար ծիծաղելի կթվա, բայց քննչական մարմինը գտնում է, որ այստեղ կա նաև թաքնվելու ռիսկ։ Թաքնվելու, ինչից թաքնվի։ Օրինակ, Սամվել Կարապետյանը ինչից պետք է թաքնվի։ Այս աբսուրդային մեղադրանքից, որը աբսուրդային է, ակնհայտ աբսուրդային է բոլորի համար։ Ինչը պետք է լինի շահագրգռվածությունը։ Եվ երկրորդը, Սամվել Կարապետյանը նույն հուլիսի 4-ին իր ուղերձում հայտարարել էր, որ ինքը քաղաքական հայտ է ներկայացնում։ Այդ պայմաններում ինչ թաքնվելու ռիսկ։ Իրականում բոլոր հարցերը կամ դրանց պատասխանները միգուցե կամ երկուսը միաժամանակ թաքնված են Facebook սոցիալական ցանցում հունիսի 17-ի գրառումներում գործադիր իշխանության ղեկավարի կողմից։ Դրանով սկիզբ դրվեց քաղաքական հետապնդմանը։ Քաղաքական հետապնդումը իհարկե կարող է ունենալ տարբեր շարժառիթներ։ Դրանցից մեկը հենց իհարկե բուն քաղաքական գործընթացն է։ Դա եւս ակնհայտ է, որ տվյալ դեպքում արկա է, որովհետեւ այն աստիճան, այսպես ասած, անհանգստությունը, որը նկատվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ, կարծես թե ցանկացած անաչառ դիտորդ եւս կհաստատի, բայց դրա այլ հնարավոր շարժառիթները կարծում եմ իսկապես հնարավոր է նաեւ այդ հարցում ուղարկել ՀՀ կառավարություն ստանալ պատասխան։ Հույս ունենք, որ դատավորը իր վճռի մեջ կլինի օրենքի սահմաններում։ Այսօր ինչպես բոլորս տեսանք, հերթական անգամ հարձակում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա եւ երկրի վարչապետի աթոռը գրոհած պահած մարդը ինչ է անում, որևիցե մեկը կարա բացատրի ինչ է անում։ Եթե մեր սրբազան հայրերը կալանավորված են ու որևիցե տեղ, որևիցե մեկը մտածում է սա ինչ-որ քաղաքական խոսույթների պատճառով է կամ քաղաքականության մեջ խառնվելու պատճառով է, բա սա ինչի պատճառով է, սա ինչի համար է։
ուր ենք գնում սենց։ Սամվել Կարապետյանը դասական քաղաքական բանտարկյալ է։ Դա իմ եզրահանգումը չէ։ Ես տվել եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2012 թվականին ընդունել է 1900-րդ բանաձևը, որով տվել է քաղաքական բանտարկյալ հասկացությունը։ Քաղաքական բանտարկյալ հասկացությունը ունի 5 կոմպոնենտ, ու եթե դրանցից թեկուզ մեկի առկայությունը կա, մարդը համարվում է քաղաքական բանտարկյալ։ Օրինակ, Եվրոպական կոնվենցիայի իմաստով մարդու իրավունքի իրացումը սահմանափակելու նկատառումով են նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել։ Այս դեպքում ինչ է տեղի ունեցել, Սամվել Կարապետյանը իր խոսքի ազատությունը իրացնելով, հաշվի առնելով մեր երկրում եկեղեցու դեմ հետապնդումները, ընդամենը 2 րոպեանոց հարցազրույց է տվել եւ ասել է, որ կանգնելու է եկեղեցու կողքին իր ձևով, մեր ձևով եզրույթներն է ասել, անմիջապես դրանից հետո մարդու նկատմամբ իրավական գործընթացներ են մեկնարկել։ Այստեղ ակնհայտ է քաղաքական նպատակաուղղվածությունը, որովհետեւ էլի տեսական ակնարկան եմ, երբ մարդը խոսք է ասում, իր խոսքը հանցակազմը ընդհանրապես 4 բաղադրիչ ունի. օբյեկտ, օբյեկտիվ կողմ, սուբյեկտ, սուբյեկտիվ կողմ։ Մենակ երբ նույնը Միքայել Սրբազանի բարագայում, եթե մարդը ինչ որ հարցազրույց է տալիս ու ինչ որ եզրահանգում է կատարում, բավարար չէ մարդու խոսքը։ Պետք է իրավապահ մարմինները բերեն փաստական հանգամանքներ, որ այդ մարդիկ իրենց խոսքին ուղղված կոնկրետ գործողություններ են կատարել։ Այս դեպքում Սամվել Կարապետյանը ասում է, մեր ձևով կմիջամտենք, իրավապահ մարմինները անգամ ձևական առումով ժամանակ չեն տրամադրում, որպիսի կարողան ենթադրելի լիներ, որ այս մարդը իր խոսքերին ուղղված կոնկրետ գործողություններ է կատարել։ Կատարում է վարչապետը, գործադիր իշխանության ղեկավարը, անմիջապես Facebook-յան գրառումներ, իրավապահ մարմինները ուժի ցուցադրելու նպատակով գնում են մարդու առանձնատուն խոզարկություն իրականացնելու միտումով, իրար հետևող քաղաքական հրահանգավորված գործընթացներ։ Արդյունքում մարդը ազատազրկվում է։ Ու եւ այդ ԵԽԽՎ բանաձևը մյուս կոմպոնենտներով, եթե օրինակ այս մեղադրանքը իրանից միջին ծանրության պետք է ենթադրեր ու ընդհանրապես խափանման միջոցները մեր երկրում ունեն տեսակներ ու պետք է կիրառվեն ըստ նպատակահարմարության։ Օրինակ խափանման միջոցը գրավը, վարչական վերահսկողությունը, տնային կալանքը ու դրանցից ամենածանրն է կալանքը։ Ինչու է կալանք երբ կիրառվում է ամենածանր խափանման միջոցը, ինքը ենթադրում է մարդու հիմնարար իրավունքների սահմանափակում։ Պետք է դատարանի համար պատշաճ հիմքեր լինեն, օրինակ, որ մարդը կարող է նախաքննության վրա ազդել, օրինակ վկաների ցուցմունքի վրա կարող է ազդել եւ այլն եւ այլն։ Այս դեպքում ու միայն այս դեպքում չէ, մեր երկրում տասնյակ քաղաքական բանտարկյալներ այս պահին կան, այդ տասնյակ քաղաքական բանտարկյալների պարագայում ընդհանրապես խափանման միջոցի կալանքի կիրառումը որևէ կերպ արդարացված չէ։ Դեպքերի եթե զարգացումը, եթե էվալյուցիան տեսնենք, որ շատ արագ զարգացումներ են եղել դեպքերի։ Այսինքն բարերար հայի հայտարարությունը զորավիք լինելու վերաբերյալ հայ առաքելական եկեղեցուն եւ շատ անմիջապես գործընթացների արագ զարգացում։ Սա կարծում եմ, որ նաեւ որոշակի սադրանքներ են եղել եւ սա ըստ էության մեկուսացում է եւ մեկուսացում են պատանդի կարգավիճակում պահում են այն անձնավորությունը, որը էլեկտորալ, թե համախմբման, թե ընդհանրապես Հայաստանի կայացման հետ կապված շատ մեծ ավանդ է։ Եվ մի կարևոր բան էլ ասեմ, ինչու են վախենում Սամվել Կարապետյանից, որովհետև Սամվել Կարապետյանը իր ընտանիքի, իր բիզնեսների կայացումը եւ հարստությունը, որ ինքը քրտինքով անձնական եւ իր ընտանիքի ջանքերով վաստակել է, Հայաստանում չի վաստակել։ Այսինքն նա դրսում է այդ ամեն ինչ արել, հետեւաբար այն խոսույթը, որ իրենք պարբերաբար տարիների ընթացքում հարուստ անձնավորության, հարստություն կուտակելու, կոռուպցիայի, օլիգարխիայի վերաբերյալ անընդհատ շեշտադրումները եւ թիրախավորել են այս կամ այն գործիչին, Սամվել Կարապետյանի պարագայում
այդ բաղադրատոմսը չի գործում։ Հետևաբար շատ ավելի ուշադիր են, շատ ավելի զգոն են, որովհետև անուրանալի է Սամվել Կարապետյանի ավանդը եւ իր ընտանիքի ավանդը, թե Հայաստանի, թե Արցախի կայացման եւ այդ բարերար գործունեությունը, որ ինքը իրագործել է։ Հետևաբար ռեսուրսների առումով համ կա ըստ էության Հայաստանի չափանիշներով իրենց հասկացողությամբ կա անսպար ռեսուրսներ, թե մարդկային, թե ֆինանսական, եւ կա նաեւ համաժողովրդական, այսպես ասած, սեր եւ հարգանք դեպի մեծ բարերարը։ Հետևաբար ինքը Իրանից ներկայացնում մեծ վտանգ։ Ես իմ հրապարակումներին մշտապես անդրադարձել եմ, որ Սամվել Կարապետյանի արածը Արցախի համար ընդհանրապես անգնահատելի է, սակայն այդ ներդրումները ոչ միայն կատարվել, այլև փոխվում են, նաև կատարվում են։ Օրինակ կարող ենք բերել 1500 արցախցիների տեղավորելու հարցը, բազմաթիվ արցախցիների աշխատանքով ապահովելու հարցը եւ այլ ներդրումներ, որոնք կատարվում են օրինակ անհատապես որևէ արցախցու նկատմամբ կամ որևէ արցախցի ընտանիքի նկատմամբ։ Հետեւաբար մենք արցախցիներս այս պարագայում ես ինձ իրավունք կվերապահեմ հանդես գալ նաև բոլորի անունից, ուղղակի բարոյապես պարտավոր ենք զգում մեզ այսօր ներկա գտնվել այստեղ եւ մեր աջակցության խոսքը արտահայտել կամ մեր ներկայության մեր աջակցությունը արտահայտել հայ մեծ բարերար Սամվել Կարապետյանի համար։ Դատարանից ես սպասելիքներ ոչ մի սպասելիք չունեմ, դրական համենայն դեպս, իսկ Սամվել Կարապետյանին ցանկանամ, որ ինքը միշտ այտենց տոկուն, ուժեղ, հզոր եւ պայքարող տեսակ մնա հայ ժողովրդի համար, որտեղ ինքը շատ բան ունի արած է ժողովրդի համար եւ կուզեմ այտենց է շարունակի։ Ինքը նեղության մեջ է այսօր փակի տակ է, բայց դա նշանակություն չունի։ Միևնույնն է, մենք այս շարժումը որ անում ենք, մենք որ պայքարում ենք, իր առաջնորդությամբ այս ամեն ինչը տեղի ունենում եւ ես հույսով եմ, որ մենք հաղթանակի կհասնենք, էլի վերջապես մի օր մի լույս կբացվի մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանն ու 5 հոգևորական բերման են ենթարկվել բնակարանների խուզարկությունից հետո։ Նշեմ, որ Արագածոտնի թեմի առաջնորդը Վեհափարի քրոջ որդին է։ Ձերբակալված հոգևորականներն են Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փարեն Քահանա Արաքելյանը, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները։ Քննչական կոմիտեն ներկայացրել է, թե ինչ գործի շրջանակում են կոմիտե տարվել հոգևորականները։ Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ մասնակցելուն խոչընդոտելու համար հարկադրելու, նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային եւ ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։ Լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ, ասել են կոմիտեից, իսկ լրագրողների հետ զրույցում փաստաբան Արա Զոհրաբյանը մանրամասներ է հայտնել։ Տեր Փարեն Քահանան դուրս է եկել քննչական կոմիտեից, գնացել տուն, հարցաքննվել է որպես վկա։ Եվ կարծեմ էլի կա։ Հիմա Մկրտիչ սրբազանի տեղը չեն հայտնում։ Ընդ որում մենք պաշտոնապես դիմել ենք քննչական կոմիտեին եւ Երևանի քննչական վարչությանը, ներկայացրել ենք նաեւ մեր լիազորությունների հավաստող փաստաթղթերը եւ խնդրել ենք իրենք, որպեսզի ապահովեն մեր հանդիպումը Մկրտիչ սրբազանի հետ, նրա իրավունքները պաշտպանելու նկատառումների ձեռնելով։ Այստեղ նաեւ բերման ենթարկվածներին ենք հանդիպել, իրենք քանի որ քննիչների ներկայությամբ իրենք քննիչները ասել են, որ մենք ձեզ բերման չենք ենթարկել, մենք ձեզ հրավիրել ենք, բայց բերել են իրենց մեքենաներով եւ իրենք այլ որոշում, այլ ընտրություն կատարելու հնարավորություն չեն ունեցել, փաստացի բերման ենթարկված են եղել։ Միաբերան բոլորը պնդեցին, եթե այդպես է մենք գնալու ենք եւ մենք ուրեմն մեզ ծանոթագիր տվեք, մենք կգանք մեր փաստաբանների ուղեկցությամբ եւ ձեր հարցերին կպատասխանենք, որովհետեւ եթե իրենց հարկադիր բերման են ենթարկել այդպես որպես վկա են հարցակնում, նա արդեն ունի վկա կասկածյալի կարգավիճակ եւ քննչական մարմինը պարտավոր է նրանց պաշտպանության իրավունքը ապահովել։ Այստեղ արդեն ուրիշ ռեժիմով է հարցակնությունը գնում։ Իրենք ունեն նաեւ դատավարական այլ երաշխիքներ։ Բնականաբար, այո, քննչական մարմինը այլ բան չի կարողացել դրա այդ փաստարկի դեմ ներկայացնել եւ համաձայնվել են, որ այդպես էլ անեն։ Մեկ քահանայի տվել են ծանուցագիր, դուրս եկել, հետո ներս կանչեցին ու մինչև հիմա դուրս չի եկել։ Հիմա բոլորը ներսում են վկայի կարգավիճակով։ Բոլոր դեպքերում մենք արձանագրել ենք, որ իրենք վկայի կարգավիճակով են։ Տեսեք, այս ողջ գործընթացը հակաեկեղեցական շարժման տրամաբանության մեջ է, բնականաբար սա ճնշում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ եւ սա էլ հենց այդ ճշմարտ շրջանակում է։ Մեր տեղեկություններով քրեական գործը առնչվում է այդ հավաքներին իբրև հարկադրելու
Տեր Արամի այդ ցուցմունքի կամ հաղորդման հետ։ Ուրեմն եւ նաեւ որոշակի ֆինանսական հարցերի հետ է կապված։ Խուզարկության որոշման մեջ չէ գրված դա եղել, որտեղ փաստաբան Մարինե Ֆարմանյանն այդ մասին ասաց, որ խուզարկության որոշումների մեջ գրված է, որ հավաքներին հարկադրելու այդ վարույթի շրջանակներում են։ Այո, ես մանրամասնին չեմ տիրապետում, բայց որքանով տեղյակ եմ, այո, եւ բնականաբար Տեր Արամը ցուցմունք է տվել, բարձր ցուցմունք է տվել եւ իր ցուցմունքն է այս ամբողջ գործընթացի որ հաղորդում չի եղել։ Դե հաղորդում չի եղել, բայց վստահ եմ, որ նա ցուցմունք տվել է։ 6 հոգևորական գտնվում են ներսում ըստ մեր նախնական տվյալների վկայի կարգավիճակում, բայց երկար ժամանակ արգելափակված եւ նրան բացին դրանցից Տեր Համբարձում Դանիելյանի մասով ինֆորմացիա ենք ստացել, որ բերվում է քննչական կոմիտե։ Հիմա մենք այս 7 հոգևորականների համար 3 փաստաբաններով դիմում ենք ներկայացրել եւ հիմա էլ այս թղթային եղանակով դիմումը ուզում ենք մուտքագրել ընդհանուր բաժին։ Սա մի փաստ։ Երկրորդը եւս 2 հոգևորական Տեր Նարեկ Քահանա Սարգսյան եւ Տեր Սարգիս Քահանա Սարգսյանի վերաբերյալ տեղեկություններ չկան, բայց իրենք տնից բերման են ենթարկվել եւ տեղ չեն հասցվել։ Իսկ Տեր Մկրտիչ Սրբազանի թեմի առաջնորդի խնդրի մասին առավոտվանից տեղյակ եք, որ անձը ուղղակի անհետացել է պետության իրավազորությունից դուրս, օրենքի պաշտպանությունից դուրս իրավիճակում է փաստացի գտնվում, որտեղ չգիտենք, մեզանից թաքցվում է, բոլորիցս թաքցվում է նրա գտնվելու վայրը։ Ուրեմն ինչպես քիչ առաջ հայտնեցինք, մենք էլեկտրոնային սկանավորված տարբերակը դիմումի ուղարկել էինք ինչպես Երևան քաղաքի քննչական կոմիտեն, այնպես էլ հասցեագրել էինք քննչական կոմիտեի գլխավոր վարչությանը։ Քիչ առաջ պատասխան հաղորդագրություն եմ ստացել, որ քննչական կոմիտեի հասցեագրված դիմումը բացակայում է, բայց ուզում եմ ձեզ ցուցադրել, հարգելինս, որ դիմումը կցված է, խնդրեմ։ Որպեսզի դուք հավաստիանաք, որ սա իսկապես իրավական գործընթաց չի։ Այսինքն խնդրեմ։ Այսինքն հաստատի պետությունը հրաժարվում է ստանալ հաստաբանների դիմումը պաշտպանությունը ստանձնելու վերաբերյալ։ Ուրիշ որակում ուղղակի ես չգիտեմ ինչպիսի որակում կարելի է սրան տալ։ Ինչու ոստիկանները փակեցին ճանապարհը։ Եկեք հարցնենք։ Սա քննչական վարչության շենքն է, ազատ տարած քաղաքացիների շարժի, տեղաշարժի համար, սա էլ քննչական վարչության դուրնա, մուտքի ու հետո գրասենյակն է, որտեղ մենք պիտի մուտքագրենք մեր դատավարական փաստաթղթերը։ Հիմա հարգելի լրագրողներ, եկեք համատեղ հարց տանք, այս բեմադրությունն ինչի մասին է։ Մենք դիմումը մուտք ենք արել էլեկտրոնային եղանակով եւ զավեշտը այն է, որ քիչ առաջ Տիկին Ֆանյան դրա մասին նշեց, որ քննչական կոմիտեն անհապաղ պատասխան է ուղարկում, որ ձեր դիմումի կից օրինակը, որտեղ որ մեզ հանձնարարվում է, հա, ըստ հանձնարարության ինստիտուտի ստանձնել շահերի պաշտպանությունը ներսում գտնվող հոգևորականների իբրև կցված չէ, բայց մենք ձեր գործընկերներին հնարավորություն ունեցանք ցուցադրելու Տիկին Ֆանյանի հեռախոսում մեյլի այն մասը, որտեղ որ հստակ երևում է, որ կցված է տվյալ դիմումը եւ մեր հանձնարարությունն այստեղ պատշաճ է։ Իսկ այս բեմադրությունն ինչի մասին է, այն դեպքում, երբ որ մենք քաղաքացիներս ազատ ելումուտք ունենք ընդհանուր բաժին կոչվող տարածք, որտեղ կատարվում է փաստաթղթաշրջանառություն եւ դիմումների մուտքագրման կամ ստացման եղանակով մենք մեր իրավունքների եւ մեր վստահորդների իրավունքների շահերի պաշտպանություն ենք իրականացնում։ Ավելի վատ, պարոն Աղարոնյանը քիչ առաջ դուրս եկավ ներսից, երևի տեղյակ եք, հա, դրա մասին, հա, պատասխանեց, չէ, ձեզ, որ ասել են, որ պետք է սպասենք։ Սա աննախադեպ բան։ Իրենց հրավերին պետք է սպասենք, ինչը անթույլատրելի է եւ ես արդեն ենթադրում եմ, որ եթե 5-րդ ժամն է, վկայի կարգավիճակ ունեցող հոգևորականները, դեռևս առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ, այս պահին արդեն դատավարական կարգավիճակի կամ փոփոխություն են անում, կամ դատավարական գործողություններ են անում, վարութային գործողություններ են անում, որի իրավունքը բացարձակապես չունեն, մի պարզ պատճառով։
անձի պաշտպանության իրավունքը բացարձակ իրավունք է եւ դա պետք է ապահովվի։ Տեր Արամ Քահանա Ասատրյանը լրատվամիջոցներից է տեղեկացել խուզարկությունների մասին 24 News-ի հետ զրույցում նա նշել է, որ ոչ իր տանը, ոչ եկեղեցում քննչական գործողություններ չեն եղել, ինքը կապ չի ունեցել որևէ մեկի հետ, քահանաներն էլ իր հետ կապ չեն ունեցել։ Հարցին արդյոք հաղորդում չի ներկայացրել, քահանան պատասխանել է, որ ինչ ներկայացվել է եղել է Պետրոս Ղազարյանի մոտի հարցազրույցը, մնացած մասով տեղեկություններ չունի։ Նշեմ, որ Տեր Արամի հայտարարությունների հիման վրա քննչական կոմիտե հաղորդում է ներկայացրել Դանիել Իոաննիսյանը։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունը հայտարարություն է արել, նշել, որ սեպտեմբերի 16-ին Հովանավանքի հոգևոր հովիվ քահանա Տեր Արամը հանրայինի եթերում հայտարարել է, որ 2021-ին հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներսում եղել է պարտադրանք քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքին մասնակցելու համար, որևէ հանրահավաքի մասնակցել պարտադրելը կամ դրա համար վճարելը հանցագործություն է եւ պետությունը պետք է պայքարի դրա դեմ, նշված է հայտարարությունում։ Այլ թեմաների մասին Սպիտակում կրակոցներ են հնչել նախկին պատգամավոր գործարար Ձերժավայի Արկադի Համբարձումյանի տան մոտ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ։ Նրանց թվում է նաև Արկադի Համբարձումյանի որդին։ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 15-ի սահմաններում ցեմենտ տեղափոխող բեռնատարը Աճարյան փողոցից դեպի Թբիլիսի խճուղի տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է, հաղորդում է Շամշյան.com-ը։ Վարորդին հատուկ տեխնիկայով դուրս են բերել մեքենայից, նրան տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Իսկ առավոտյան պատահար է տեղի ունեցել Հնաբերդ գյուղում, մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից Բախվել ծառին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը մեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։ Փրկարարները փակել են մեքենայի գազի բալոնի փականն ու վարորդին մոտեցրել շտապօգնությանը։ Տուժածը հոսպիտալացվել է։ Արտակարգ դեպք Կոտայքի մարզում Գետամեջ գյուղի անասնագոմում հրդեհ է բռնկվել, գյուղացիներն ու հրշեջները մարելով կրակը այնտեղ հայտնաբերել են տասնյակ խոզ ու 100-ից ավելի խոճկոր անկած։ Կրակի պատճառը պարզվում է, ըստ նախնական տեղեկությունների հնարավոր է էլեկտրալարերի թույլ միացումը լինի պատճառը։ Դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Շարունակենք, ապօրինի շրջանառությունից հանվել է 11 կիլոգրամ 563 գրամ թմրամիջոցների մեծ տեսականի, 4 անձ կալանավորվել են, մանրամասները տեսանյութում։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության գործընկերների հետ համատեղ։ Ըստ տեղեկության, իրացնելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ թմրանյութեր ներկրվելու Հայաստան։ Օպերատիվ տեղեկության իրացմանը մասնակցեցին նաև Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի ու Շիրակի մարզային վարչությունների, քննչական կոմիտեի ու ոստիկանության բարեկային ծառայության աշխատակիցներ։ Հոկտեմբերի 11-ին ձերբակալվեցին մայրաքաղաքի բնակիչներ 43 ու 35 տարեկան տղամարդիկ եւ 39-ամյա մի օտարերկրացի, 35-ամյա տղամարդու եւ օտարերկրացու վարած ավտոմեքենաներով հանդերձ նրանք տեղափոխվեցին քննչական վարչություն։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զրնությամբ 35-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվեց 3 փաթեթ, ընդհանուր 8 կիլոգրամ 370 գրամ քաշով, դրանից 5 կիլոգրամը մեթամֆետամինի, 3 կիլոգրամ 370 գրամը մարիխուանայի նմանվող զանգվածներ էին, եւ սա դեռ ամբողջը չէր։ Շարունակելով օպերատիվ տեղեկության իրացումը, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ներկրելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալվեց եւ իր վարած ավտոմեքենայով հանդերձ նախաքննական մարմին տեղափոխվեց մայրաքաղաքի բնակիչ 50-ամյա մի տղամարդ։ Արդեն հաջորդ օրը դատարանի որոշմամբ կատարված խոզարկությամբ նրա ավտոմեքենայում հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող 2 կիլոգրամ 50 գրամ զանգվածով փաթեթ։ Բոլորն էլ կալանավորվեցին։ Հոկտեմբերի 12-ին դարձյալ դատարանի որոշմամբ խոզարկություն կատարվեց նաև 39-ամյա օտարերկրացու վարձակալած Էջմիածնում գտնվող քոթեջում։ Հայտնաբերվեցին 238 գրամ հերոինի, 144 գրամ ապիոնի եւ 761 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Իսկ այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը Դոնալդ Թրամփին նամակ է հանձնել, որում հայտարարում է ԱՄՆ առաջնորդին Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու իր ծրագրի մասին։ Ի նշան իմ խորին հիացմունքի ես ցանկանում եմ անձամբ ձեզ առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի աշխարհում խաղաղության հասնելու գործում ձեր ունեցած ակնառու ներդրման համար։ Ասվում է նամակում, որում Միլեյը հիշատակում է Թրամփի ներդրումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Արգենտինայի նախագահի վարչակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ հանդիպման ժամանակ Միլեյը Թրամփին է հանձնել ազատ արձակված իսրայելցի պատանդների հարազատների, այդ թվում հարավամերիկյան երկրի քաղաքացիների կողմից գրված նամակը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Նոբելյան կոմիտեն այս տարվա Նոբելյան խաղաղության մրցանակը հանձնել է Վենեսուելայի նախկին ընդդիմադիր պատգամավոր Մարիա Կորինա Մաչադոին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Չեղյալ է հայտարարել ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենիի հետ հանդիպումը։ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ երեկվա անօրինական հանրահավաքին մասնակցելու եւ կեղծ հայտարարություններ տարածելու պատճառով վարչապետը չեղարկել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ նախատեսված հանդիպումը։ Հաղորդվում է, որ Վալտոնենը 3 ժամանել է Վրաստանի խորհրդարանի շենք, որտեղ տեղի էր ունենում բողոքի ակցիան եւ սոցիալական ցանցերում հրապարակել է հանրահավաքից տեսանյութ։ Ուկրաինայի հակամարտության հարցում Բուդապեշտը չի մատակարարել եւ չի էլ մասնակցելու ռազմական օգնության ֆինանսավորմանը, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն։ Մեկնաբանելով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունները, հունգարական կողմը հայտարարել է, որ խաղաղությունը հնարավոր է միայն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև համաձայնագրով եւ շնորհակալություն հայտնել Դոնալդ Թրամփին Մոսկվայի հետ երկխոսությունը վերականգնելու համար։ Միևնույն ժամանակ Սիարտոն նշել է, որ Բուդապեշտը քննադատում է եվրոպացի առաջնորդներին, որոնք իր կարծիքով խոչընդոտում են խաղաղ նախաձեռնություններին։ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները Հունգարիան համարում է անարդյունավետ եւ վնասակար հենց Եվրոպայի համար, կոչ անելով դադարեցնել դրանց հետագա կիրառումը։ Կիևին Տոմահավք թևավոր հրթիռների մատակարարման հարցը չի քննարկվի Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների եւ Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ։ Այս հարցը լուծվում է բացառապես ԱՄՆ մակարդակով։ Այս հայտարարությունը արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Սա այն հարցը չէ, որ այսօր կքննարկվի, քանի որ դա երկկողմանի հարց է։ Մեկ երկիր պետք է որոշի, արդյոք դրան կմատակարարի Ուկրաինային։ Այսօր սա սեղանին դրված չէ, ասել է Ռյուտեն պատասխանելով Տոմահավք հրթիռների վերաբերյալ ուկրաինացի լրագրողների հարցին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Սերբիայից պահանջել է միանալ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին, առանց որի Բրյուսելը չի կարողանա Բելգրադը համարել հուսալի գործընկեր, ինչը բացառում է դաշինք ընդունվելու հնարավորությունը։ Այս մասին ֆոն դեր Լայենը հայտարարել է Սերբիա կատարած այցի ընթացքում։ Եկել է ժամանակը, որ Սերբիան կոնկրետ քայլեր ձեռնարկի Եվրամիությանը միանալու համար։ Մենք պետք է տեսնենք մեր արտաքին քաղաքականության, այդ թվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում ավելի մեծ չափով համապատասխանություն, նշել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը։ Եվրամիության ընդլայնման գործընթացի շրջանակներում դաշինքին անդամակցության բոլոր թեկնածու երկրները, որպես անդամակցության նախապայման պետք է իրենց արտաքին քաղաքականությունը 100%-ով վերակողմնորոշեն դեպի Բրյուսել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Պաղեստինյան համաշարժման զինաթափումը պատանդների վերադարձից հետո հաջորդ կարևոր քայլն է խաղաղության գործընթացի շրջանակներում։ Նրա խոսքով, եթե Համասը հրաժարվի կատարել այդ պայմանները, ապա իսկական քաոս կսկսվի։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Համասը չհրաժարվի իր զինանոցներից, ապա շարժման զինաթափմամբ կզբաղվի ամերիկյան կողմը։ Հոկտեմբերի 13-ին Համասն ազատ է արձակել ողջ մնացած բոլոր 20 պատանդներին։ Շարժումը նաև վերադարձրել է 8 զոհված պատանդի աճյուն, սակայն եւս 20 պատանդի աճյուն մնում է Գազայում։ Ի պատասխան Իսրայելի իշխանությունները բանտերից ազատ են արձակել շուրջ 2000 պաղեստինցի բանտարկյալի։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Եվ եղանակ հանրապետության տարածքում առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 4-ից։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյանները անցվել լուծություն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։